Ես ինչ տեսակ դժբախտություն է, մարդ չի կրնա երջանիկ եղնի։ Չկնեղ։ Ինչ-որ երկու հերոսներ եք վերցնում և երկխոսություն է տեղի ունենում, կարող ենք այդպիսի մի բան լսել։ Հին ընկեր իմ անգին ընկեր, ես կարող եմ քեզ փրկել։ Հիմա կոռուպցիա չկա։ Իհարկե կա։ Այսօր մեր հյուրն է Արթուր Մուսալյանը, շոումեն, երաժիշտ և ուղղակի տաղանդավոր և բազմակողմանի անձնավորություն։ Արթուր ջան, որ պահից դուք զգացիք, որ ձեր մեջ այդ ձիրքը կա նմանակողի։ Մանկուց սկսեցի նմանակել, իսկ ավելի հասուն տարիքում, երբ ձայնս ինձ թույլ էր տալիս ավելի մեծ, այսպես մեծ ծավալի նմանակումներ կատարել, ավելի տարածվեցի, այսպես ասած, բայց մանկուց միշտ եղել է նմանակում, փոքր ժամանակ, քանի որ ձայնս այլ էր, ես ավելի շատ շարժուձևերն էի նմանակում մարդկանց։ Միմիկան, շարժուձևը։ Հասուն տարիքում արդեն սկսեցի այլ ձայները նմանակել։ Բայց երևի հերոսները սկզբից եղել են ուսուցիչները, դաստիարակները, հա, Այո, քաղաքական գործիչներ, որովհետև ես 90-ականների երեխա եմ եղել, այո, ու այն ժամանակ շատ բուռն էր այդ ամեն ինչը, շարժումը եւ այլն, շարժման շարունակությունը, ու մեր ծնողները այսպես անընդհատ զրուցում էին այդ մասին, հեռուստացույցով նայում էին, եւ ես էլ այսպես բոլորի անունները գիտեի ու սկսեցի այսպես կամաց նմանակել։ Դա ինչպես էր տեղի ունենում, ինձ հետաքրքիր է այդ process-ը, սենց մեջից ներդաշնակ գալիս էր, թե պահի տակ նստում էիք հայելու դիմաց, ինչ որ աշխատում եք այդ միմիկայի, թե արդեն երբ որ պրոֆեսիոնալ դա դարձավ, նոր խորացավ, այդպես։ Այո, երբ որ մտածեցի ավելի պրոֆեսիոնալ մակարդակով, այդ ժամանակ այդպես նստում էի հայելու դիմաց, փորձում ավելի նմանեցնել, բայց փոքր ժամանակ չէ, պես ինքնաբերաբար ստացվում էր, հետո պարզվեց դա անմիջական կապ ունի երաժշտական սլուխի հետ, այն լսողության հետ։ Ես էլ միշտ եղել եմ երաժշտության մեջ, փոքր տարիքից երգել եմ, հետո դաշնամուրի բաժին եմ ավարտել եւ այլն, պարզվեց դա անմիջական կապ ունի լսողության հետ։ Միանշանակ, այո, այդ բռնելը, ձայնը բռնելը, դա ամենաառաջինը դա լսողության մասին է խոսում։ Իսկ որ դերասանն էր կամ արվեստագետը, որ դուք տեսաք, լսեցիք, սիրահարվեցիք եւ սկսեցիք ձգտել այս մարդու ձայնը կրկնօրինակել։ Ոճը։ Իմ կարծիքով վստահ եմ Մհեր Մկրտչյանն էր այդ դերասանը, բոլորիս Ֆրունզիկը, ում մանկուց եմ հետևել ու մինչ այժմ էլ հետևում եմ, եւ բոլոր ֆիլմերն եմ դիտել եւ ամեն ինչ կարդացել եմ իր մասին, նույնիսկ մինչեւ հիմա փնտրում եմ գրականություն, որտեղ մի կա ինֆորմացիա, որի մասին ես դեռ չգիտեմ։ Փնտրումը գտնում եմ, ու առաջինը Մհեր Մկրտչյանն էր, ու մինչեւ հիմա էլ առաջինն է, ճիշտն ասած, այո, ինձ համար ֆենոմենալ արտիստ է ու չեմ դադարում զարմանալ։ Արտուր ջան, այս նախատոնական օրերին անպայման պիտի խնդրեմ, որ վարպետը մեզ մաղթանքներ ասի։ Ուրեմն ֆիլմում, մեր մանկության տանգո ֆիլմում, ինքը միտեղ արտահայտություն է անում, որի վրա շատ չեն կենտրոնացել, ինձ թվում է ժողովուրդը, շատերը չգիտեն, երբ ասում են, որ այս արտահայտություն անում է, ասում են, որ պահին է եւ այլն։ Այնտեղ մի դրվագ կա, երբ Գալյանովենցը գալիս է, ինքը կարծեմ երկրորդ անգամ կոմոդը բերել է, որ հանձնի, ասում է տար կոմոդը ինձ պետք չի, բան, ինքը այդտեղ ասում է, ես ինչ տեսակ դժբախտություն է, մարդ չի կրնա երջանիկ եղնի, բայց ես կուզեմ, որ ամեն մարդ ցանկանա ու կարողանա երջանիկ լինել, որովհետև ամեն մարդու
ամենաբնական ձգտումը ուրախ ու երջանիկ լինելն է։ Երջանիկ եղեք։ Այլբերտ ասում եմ, երջանիկ եղեք, այդպես էլ արեք։ Չկնաղ։ Այո, այնտեղ ասում եմ, էս ինչ տեսակ դժբախտություն է։ Մարդ չի կրնա երջանիկ եղնի, այսինքն մարդը ուզում է երջանիկ լինել, բայց չի կարողանում։ Ես մաղթում եմ, որ ովքեր ի սրտե ուզում են երջանիկ լինել, իսկ ես վստահ եմ բոլորն են ուզում երջանիկ լինել, թող կարողանան եւ լինեն։ Շնորհակալություն։ Կփորձենք։ Այո, փորձենք ամեն տարիներին այդպես անել, այո, այդ քայլերով շարժվել։ Լավ, հիմա այս փայլուն նմանակումը քանի օր, ամիս, ժամ տևեց այդ նախապատրաստական աշխատանքը, որտեղ ես հասկանում եմ, որ թվում է թե սա այդ մեջից sense էսպես, հա, թափում է, բայց դա լուրջ, ինձ թվում է աշխատանք է տարվում։ Ճիշտ ասած, այո, ես շատերը չգիտեմ, բայց շատ եմ աշխատում։ Նույնիսկ կարող է այսպես ձայնով անընդհատ չպարապեմ, բայց մտովի անընդհատ աշխատում եմ։ Մտովի ծանր աշխատանք եմ տանում, որպեսզի կարողանամ ամբողջովին մատուցել անմնացորդ մաքսիմալ նման։ Եվ նաև իմ մոտեցումն եմ բերում այդտեղ ու սա ոչ թե տնազ է, այլ կրկնօրինակում է։ Շատ շատերը այսպես մի փոքր այլ կերպ կարող են հասկանալ տնազը, որովհետև մի տեղ կարող է ինչ-որ ծաղրանքին մոտենալ, բայց երբեք ու երբեք ես նմանակում եմ, չեմ ծաղրում, ուղղակի նմանակում եմ, կրկնօրինակում եմ ուղղակի։ Այո, ձեզ մոտ բարի նմանակում։ Այո, հասկացա, երկիցանք չի, ասածի չի։ Բարի հումորային, բարի ինչ-որ նմանակումներ են։ Հա, իմ ինձ բարի ասացի եւ հիշեցի Ֆրունզիկի վերջին հարցազրույցներից մեկը, այդ ժամանակ նա արդեն ծանր հիվանդ էր եւ տարել էր կլինիկական մահ։ Եվ նա կիսվեց իր տպավորություններով եւ ասաց, որ այնքան լավ էր այնտեղ, այնքան թեթև եւ լուսավոր էր այնտեղ, եւ երբ ինձ վերադարձրեցին հետ, ես շատ սղճացի եւ նույնիսկ բարկացա, ասացի, ինչ եք ինձանից ուզում, ինչու եք ինձ բերել հետ, եւ դրա համար ես մահից չեմ վախենում։ Գիտեք, շատ ծանր պահերին ես նրա բառերն եմ հիշում, այ դուք էլ եթե գտնեք այդ հարցազրույցը դիտել եք, հա, այդ կարծում եմ դա էլ կարելի է անվերջ օրինակ բերել, հա, հուսախաբ մարդկանց համար դա շատ կարևոր հույսի մասին է, հույսի եւ լույսի մասին է։ Այո, հույսի եւ լույսի մասին է, ինքը ասում է, այսպես գնացի, այնտեղ բան է դժոխք բան, սուտ բաներ են։ Այսինքն ինքը չի եղել այնտեղ, ինքը եղել է լույսի մեջ, ինքն ասում է դժոխք բան, սուտ բաներ են։ Այո։ Հիշում եք։ Այո։ Ու բնականաբար դա հույսի մասին է խոսում, իսկ հույսը յուրաքանչյուրիս կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Սահման դեր է կատարում, այո։ Դուք ձեր հիմնական մասնագիտությամբ բնապահպան եք։ Այո։ Աշխատել եք Ոչ, մի ժամ չեմ աշխատել որպես բնապահպան։ Բայց եկեք պատկերացնենք, որ աշխատել եք։ Ամեն դեպքում դուք մոտավորապես հա այդ նյուանսները գիտեք այդ մասնագիտության։ Մեր Երևան քաղաքի օդը ինչ կանեիք, եթե բնապահպան լինեիք, եթե շարունակեիք այդ մասնագիտությունը։ Շատ ծանր հարց է, նույնիսկ վստահ եմ նրանց համար, ովքեր զբաղվում են այդ հարցով, որովհետև նախ մեքենաների քանակն է ահռելի արդեն, հետո ոչ միայն ներկրված մեքենաների, Երևանի բնակիչների մեքենաներն են, այլ մի ուրիշ իրականություն էլ կա, մարզերի 70%, եթե ոչ ավելին, ամեն օր մտնում են Երևան, դուրս են գալիս, որովհետև կարծես Երևանը դարձած լինի քաղաք-պետություն, ամեն ինչ կենտրոնացած է այստեղ, մարդիկ ստիպված գյուղերից, մարզերից գալիս են Երևան, նույնիսկ շատ ծանոթներ ունեմ, ովքեր օրինակ Տավուշից, Իջևանից գալիս են Երևանում տաքսի քշելու, պատկեր ամեն օր գալ այստեղ
մի խոսքով, բայց ավելի շատ շինարարությունն է, այս ահռելի ծավալներն է, որ Այսինքն ինչ ծառերը կտրում են եւ այո, ծառերը կտրում են, անզեն աչքով երևում է, չէ՞, որ ծառերը կտրում են, չգիտեմ ինչ են տնկում այդ ծառերի փոխարեն, բայց ամեն դեպքում այդ ահռելի ծառերը դրանք անփոխարինելի դեր են կատարում օդի մաքրության առումով։ Առաջնային Եվ շինարարությունը բնականաբար։ Փոշու ահռելի քանակներ, վերջերս ընկերներից մեկը Ֆրանսիայում էր ու այնտեղ նկարել էր շատ մոտիկից նկարել էր շենքը, թե քանի ցանցով է պատված շենքը, որը շինարարության մեջ է ու բոլորովին ոչ մի փոշի չկար այդ շրջակայքում։ Այո։ Բայց այստեղ չգիտես ինչու լավ չեն տուգանում երևի, չգիտեմ։ Փորձել եք խորհուրդ տալ։ Ճիշտ ասած, Մարմիններին չունեմ այդ մարմիններում, ցանոթներ չունեմ։ Այո, ափսոս։ Կարծում եմ իրենք էլ լավ գիտեն, իմ խորհրդի կարիքը չունեն։ Միգուցե այլ հանգամանքներ կան, չեմ կարող Դե ասել։ միգուցե ասողին լսող է պետք։ Այո, հետևողական պիտի լինել։ Այստեղ մոտեցանք մի փոքր քաղաքական դաշտի եւ բխում է մի հարց. քաղաքական նմանակումներ ունեք եւ եթե այո, այդ թիրախները ինչպես եք հայթայթում։ Փորձում եմ նմանակել նրանց, ում կարծում եմ նման է։ Ես եթե համոզվում եմ, որ նման է, հետո տալիս եմ հանրությանը։ Այո։ Հետո ընկերական շրջապատում ասում եմ, տղերք կամ ընտանիքում ասում եմ, մի հատ տեսեք նման է, դե ասում են, չէ, ոնց որ նման չի, անկեղծորեն։ Հուսով եմ շրջապատում անկեղծ մարդկանցով, ասում են նման չի, փորձում եմ ավելի նմանեցնել։ Եվ ով է նման։ Շատ վաղուց անում եմ երրորդ նախագահի նմանակումները, Սերժ Սարգսյանի, այո, դե ասում են նման է, չգիտեմ։ Նույնիսկ ասում են իրենից ավելի նման։ Դե ուրեմն հարց պարոն Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, ինչ եք մտածում կոռուպցիայի մասին։ Գիտեք, կոռուպցիան մի այնպիսի բան է, որը ամենազարգացած երկրներում էլ կա, գոյություն ունի։ Մեր ժամանակ մեզ մեղադրում էին կոռուպցիայի մեջ, բայց հիմա կոռուպցիա չկա, իհարկե կա, բայց արժեր այդքան մեզ խարկոծել եւ մեր վրա ցեղ շպրտել կոռուպցիայի համար։ Կոռուպցիան կա եւ կլինի։ Բրավո։ Արտուր ջան, իսկ ձեր այս նմանակումներից, ելույթներից, կենթանի թե սոցցանցերում որն է, որ այսպես շատ լուրջ արձագանք է ստացել, որ դարձել է ոնց որ ձեր զնակավը ռոլ, այսպես ասած։ Իմ խորին համոզմամբ Մհեր Մկրտչյանինը, որովհետև Մհեր Մկրտչյանին սիրողները ոչ թե շատ են, այլ բոլորն են սիրում, ու նաև ես շատ զգուշորեն եմ մոտեցել այդ նմանակմանը, կարծեմ թե ոչ մի այս տարիների ընթացքում ոչ մի վատ մեկնաբանություն չի եղել, որովհետև ես հետևում եմ, ինձ հետաքրքիր է ինչ են գրում, ոչ մի վատ մեկնաբանություն չի եղել ու լայն տարածում է ստացել ու շատ շատերը վերջին տարիներին սկսեցին ինձ ճանաչել հենց այդ նմանակումով։ Դուք մի հետաքրքիր բան պատմեցիք մեջ բերելով Խորին Աբրամյանին, հա, ինչպես գնահատեց նա Ֆրունզիկին։ Այո։ Մի հատ կկրկնեք, եթե դժվար չէ։ Ճիշտն ասած Խորին Աբրամյանին չեմ նմանակում, բայց ինչպես, այո, հենց ինչպես նախադասությունը դրա մասին։ Նա այդպես ընկերական շրջապատում, որտեղ եղել են հաստատ եղել է Խորեն Աբրամյան, որտեղ ինքն է պատմել, Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, ասել է, տղերք, Ֆրունզը էստեղ է, այստեղից ներքև ահագին տարածություն ոչ ոք չկա,
հետո Արմեն Ջիգարխանյանն է, հետո իմ ու քո գլուխն է երևում սոս։ Դա լուրջ գնահատական է, դա լուրջ որովհետև Խորին Աբրամյանը դասավանդում էր Թատերական ինստիտուտում նաև, երբ ես սովորում էի, եւ նա միշտ ասում էր. ինչ Ջեք Նիկոլսոն, ինչ Մարլոն Բրանդո, ինչ Պոլ Նյուման, եթե ես լինեի Հոլիվուդում, դա ամենայն լրջությամբ էր ասվում, եթե ես լինեի Հոլիվուդում, ես կլինեի համար մեկը։ Եվ երբ ես լսեցի այդ ցիտատը ձեր ասած, ես ասացի, որ այս մարդու համար իսկապես երևի շատ հարգված է Ֆրունզիկը, եթե նա իրենից առաջ է դասել։ Այո։ Իրականում ես համոզված եմ, եթե չլիներ օրինակ Երկաթե վարագույրը, եթե այլ ժամանակաշրջանում ծնված լինեին, ավելի մեծ ճանաչում կունենային, այո, կլինեին Հոլիվուդում։ Այո, հավատում եմ, կարող է լինել։ Դուք շատ խորանում եք եւ գնահատում եք մեր հայկական բարբառները։ Այո։ Եթե կարելի է կարճ գյումրեցու բարբառով մի բան ասեք էլի մեզ։ Գյումրվա բարբառին տիրապետում եմ այնքանով, որքանով լսել եմ ֆիլմերից։ Շատ բան չգիտեմ։ Խնդիր չի։ Ավելի շատ։ Թող լինի ֆիլմերից։ Չգիտեմ, ֆիլմերում ինչ խոսել են, էդ եմ Ֆրունզի ֆիլմերը կլինի կամ ընդհանրապես գյումրվա բարբառով ինչ ֆիլմեր կլինի, չգիտեմ, ֆիլմերից կարող եմ նորից Մհեր Մկրտչյանից դրվագ բերել, երբ իրեն տանում են բանտ, պատշգամբի տակով տանում են բանտ, ասում է, հետը քայլող բանտարկյանն ասում է, լնդեղաշը, էլի լույսը վառ են թողել, գերևա տունը մարդ չկա, գագիկ, սիրանուշիս համար դժվար կեղնի, սկողքին ասում է, ադոմ կտպես են, մերոնք էլ դուրը բաց կթողնես, դուրը ինչ է լույսը փողարժ է։ Իսկ ձեր հարազատ բարբառով իջևանցու։ Մեր իմ հարազատ բարբառով Անվերջ կարող եք խոսել։ Այո, անվերջ կարող եմ խոսել բնականաբար, որտեվ իմ բարբառն է, ես այնտեղ եմ ծնվել, մեծացել, շատ հաճախ ասում եմ, ես բնակվում եմ Երևանում, բայց ապրում եմ Տավուշում, էլի։ Պարզ է։ Շատ տարբերվում է բոլոր բարբառներից, մանավանդ գյումրվա բարբառից, գրական հայրենից շատ տարբերվում է ու շատ հաճախ իմ գործունեության բերումով, քանի որ ես փորձում եմ խոսել գրական հայրենով, շատ հաճախ իմ սիրելի բարբառը ինձ խանգարում է, որովհետև շատ տարբեր է։ Այո։ Օրինակ դու դա բեր դիր այստեղ արտահայտությունը Տավուշի բարբառով հնչում է այսպես. Տյուտապիստիտի։ Վաու։ Ամբողջովին ուրիշ բան։ Ամբողջովին, այո։ Ես կարծում եմ, որ այդպիսի տարբերվող բարբառը արցախցիների բարբառը։ Այո։ Բայց չէ, երևի Մեր բոլոր Տավուշի բարբառները բարբառը Արցախի ենթաբարբառներից է, որովհետև Տավուշի 90% եւ ավելին բնակչության եկել են Արցախից ժամանակին ու բարբառը ժամանակի ընթացքում հղկվել է շփվելով Լորվա աշխարհի հետ եւ այլն, այս մասի Հայաստան աշխարհի հետ հղկվել է ու կյամում բառը դարձել է կյալիսեմ, այսպես Իսկ ինչպես կասեք շնորհավոր նոր տարի։ Չէ, ասում ենք շնորհավոր նոր տարի, բայց օրինակ գյուղերկան ասում են շնհավոր։ Այո։ Հա։ Գյուղերկան ասում են շնորհավոր։ Տարբերություն կա։ Գյուղից գյուղ տարբերություն կա։ Մենք ասում ենք օրինակ ոտին ասում ենք ոտ, կողքի գյուղում ասում են վտ։ Այսպես շատ նման ենք իրար ու նաև շատ տարբեր են։ Այո, շատ տարբեր են։ այո։ Դրա համար շատ սիրում ենք նաև, չէ՞, քննադատել մեկս մյուսին։ Այո։ Գյումրեցի է, վանաձորցի է, Այո, այդ տարբերությունը շատ կա։ Երևան, մարզեր, գնում ես մարզ, այդ մարզի քաղաքեցին ու այդ մարզի գյուղացին իրար մեջ տարբերություն են դնում։ Այո, մեծ։ Սա նաև տխուր իրականություն է իրականում։ Ես կարծում եմ, այո։ Մոտենում, ավելի ես մոտենում, երկու գյուղ իրար հետ չունեն։
կա, չէ, այդ հակամարտությունը։ Այո, մենք մտնում ես որպես- գյուղ, հա։ ներքևի թաղը վերևի թաղի հետ հակամարտության։ Երևանի մեջ էլ կա այդ վիճակը։ Նույն, հա։ Բայց մենք որպես փոքր նացիա իրավունք Այո, չունենք, իրավունք ախր էլի, չունենք, չունենք իրավունք ուղղակի։ չունենք, չգիտեմ։ Մենք հաճախ մանուկ տարիքում հաճախ մենք գնում էինք ընտանիքով Լեննական այն ժամանակ Գյումրի, եւ ես հիշում եմ, երբ ես այնտեղ բնակվում էր իմ հոր եղբայրը ընտանիքով, երբ քույրիկիս հետ իջնում էինք Բաք, դե լսում եմ, որ ես Երևանցի եմ։ Մի անգամից ասում են, «Դիք Երևանցի է»։ Եվ դա միանգամից պիտակ էր այսպես։ Մինչև քիչ-քիչ մեկ ժամ անց սովորում էին, որ մի կերպ պիտի մարսենք այս երևանցուն։ Նույնն էլ կատարվում էր քույրիկիս հետ, երբ նա գալիս էր Երևան։ Հետաքրքիր էր։ Արտուր ջան, դուք որ հարթակում եք ձեզ զգում մաքսիմալ ներդաշնակ։ Դա սոցցանցերն են, կենթանի բեմը, թե ինչ որ հոլովակային պատմությունն է։ Ավելի շատ կենթանի բեմը, Ունեք մոնոներկայացումներ, առայժմ ոչ։ բայց կարծում եմ շատ Այո, եկել կուտակվել է ամեն ինչ ու դա Աստված եկող տարում աստվածուղությամբ կունենամ։ Ես միշտ եղել եմ երգի մեջ, բայց իմ մտերմիկ շրջապատը գիտի, որ իմ երազանքներից մեկը, մեծ երազանքներից մեկը եղել է դերասան լինելը, դառնալը, ինչը չի ստացվել։ Այս ամբողջ գործունեությունը process-ի մեջ է, շատ լավ ստացվում է։ Այս նմանակումները, Այո։ ունեմ բարբարային հումորային տեսանյութեր, որտեղ այսպես կենթանիների վրա, քաղաքական գործիչների վրա ունեմ Շատ լավ իմիջիայից կենթանիներին էլ այլուն այո, ստացվում։ բարբարային նյութեր ունեմ, որտեղ արտահայտում եմ այդ դերասանական ինչ որ հատկանիշներ։ Այո։ Փորձում եմ արտահայտել, բայց ամեն ինչ արժևում եմ այդ ծրագրեր կան, Ուրա։ այո, որտեղ ավելի մեծ ծավալով ի հայտ կգամ։ Սպասում ենք անհամբեր Սերգեյ Դանիելյանի Յոժի Այո, ներկայացումը, չգիտեմ դիտել եք թե չէ, մոնո ներկայացում էր, չեմ դիտել։ 2 տարի առաջ էր դա ես դիտել եմ կամերային թատրոնում։ Դե գնում էինք այսպես որպես թեթև ինչ որ ժամանակ անցկացնել եւ դուք չեք պատկերացնում ինչ տեղի ունեցավ մեզ հետ։ 1 ժամ 20 րոպե նա պատմում էր իր ընտանիքի մասին, տատիկներ, պապիկներ, մամա, պապա, այսպես հիշում էր եւ շատ տխուր եւ շատ ուրախ պահեր էր հիշում, հա, հիշողությունները տատիկ-պապի։ Ասածս հետեւյալն է, որ 5 րոպե անց ներկայացումը սկսվելուց հետո մենք մոռացանք, որ այստեղ մի մարդ է։ Մենք շփվում էինք 7-8 հոգու հետ, այդ բոլորը ում մասին ինքը պատմում էր, նա կարողանում էր այդպես կերպարանափոխվել եւ ես վստահ եմ, որ դա ձեզ էլ է հաջողվում արդեն եւ ձեզ կհաջողի։ Սա լուրջ աշխատանք է իհարկե, թատրոն այդ կենթանի իհարկե հանրության հետ գործ ունենալը։ Այո, ես շատ եմ սիրում, օրինակ վերջին տարիներին զբաղվում եմ նաեւ հանդիսավարությամբ ու այդտեղ էլ մի փոքր էսպես բնականաբար ով պիտի զբաղվի այդ գործով, եթե ոչ այն մարդը ով ունի այդ ձիրքը հաղորդավարական կամ դերասանական, այդտեղ էլ փորձում եմ դրսևորվել, դիտում եմ շատ-շատերին ովքեր կան ու անգերազանցելի վարպետներից մեկը օրինակ Վարդան Պետրոսյանն է, իմ ամենա սիրելիներից մեկը։ Այո, այստեղ ինչքան համընկան կա։ Այո, շատ եմ սիրում իրեն ու շատ եմ նայում, ինքը մաստեր հետևում, կլասի սովորում։ բուն է իմ կարծիքով։ Շփվել եք կենթանի հետ։ Շփվել եմ։ Եվ շատ հաճելի Մի անգամ հասկանում եմ։ մի շրջան կար, երբ ինքը կարծեմ պատերազմից հետո էր, 44 օրը պատերազմից հետո էր, Բերթի տարածաշրջանում բարեգործական ներկայացումներ էր դրել։ Այնտեղ երջանկություն ունեցա մասնակցել Մովսես գյուղում իր ներկայացմանը, հետո մինչև ուշ գիշեր նստեցինք մեր շատ սիրելի Տեր Աբել Քահանա ունենք, իրենց տան մի խոսքով շատ երկար շփվեցինք, նվագեցինք, երգեցինք, տխրեցինք եւ այլն։ Այո, շատ ջերմ։ Այո, ես պատիվ եմ ունեցել
փաստորեն տեսնել Վարդան Պետրոսյանին այն ակունքներում, հա, երբ որ նրանք ոզնիներ էին դեռ։ Նոր, դե ես դպրոցական էի, նրանք արդեն սկսել էին եւ ես ցնցված էի ուղակի, սկզբից իր նմանակումներից, բայց հետո ես գնահատում եմ Վարդան Պետրոսյանի փիլիսոփայական մոտեցումը։ Խորությունը, մակերեսային չի։ Իր նմանակումները կա այդտեղ լուրջ։ Դա կարծում եմ շատ կարևոր է, որ դուք այս մարդուն եք վերցրել ձեզ համար, որպես օրինակ։ Պատահել է, որ ձեր թիրախները, այսպես կոչված, վիրավորվեն ձեր նմանակումներից։ Նո կենթանի հերոսների մասն է խոսքը իհարկե։ Գիտեմ, կան մարդիկ, ում նմանակումը հանում եմ, ցույց չեն տվել, բայց գիտեմ, որ այսպես կուզեր, որ չանեի օրինակ, բայց այդպես որ մի անգամից վիրավորվեն, չէ, երևի թե իմ նմանակումով էլ ես թույլ չեմ տվել, որ հա, ինչպես ասացիք, բարի են նմանակումները, չեմ ծաղրել ոչ ոքի, այո, դեռ այդպես վիրավորվող չի եղել, բայց երևի այնքան նման է եղել, դիպչել եք նուրբ լարերին մարդու, միգուցե ներվել է։ Մեր երաժշտական աշխարհից էլ շատ մարդիկ անում նմանակումներ անում եմ, ովքեր ընդունում են, ասում են, լսի, ինձանից լավ ես խոսում ինպես, այդպիսի մարդիկ եկան, որ լիովին ընդունում են։ Արտուր ջան, եկեք պատկերացնենք, որ մեզ մոտ այսօր փորձ է գնում ձեր մոնոներկայացման, եւ դուք ինչ-որ երկու հերոսներ եք վերցնում եւ երկխոսություն է տեղի ունենում, կարող ենք այդպիսի մի բան լսել։ Կարող եմ, օրինակ, քանի որ խոսեցինք Մհեր Մկրտչյանից, խոսեցինք երրորդ նախագահից, կարելի է այդպես ինչ-որ անհավանական, ապա ճիշտ ասած չգիտեմ ինչի մասին կարելի է խոսել, անհավանական բանի մասին կարելի է խոսել, այլմերդ ձմերը ձուն չի գալի, ես ինչ կեղնի այսպես, ձմերը, մեր ժամանակ ձմեր էր ձուն կուկար, իմ ժամանակ էլ պակաս ձմերներ չեն եղել, եթե կհիշեք, ճանապարհները փակվում էին և մարդիկ բողոքում էին, որ ճանապարհները փակեն, իսկ հիմա Իրանի են տալիս, որպեսզի ձուն գա և ինչու չեն այլ ճանապարհները փակվում են, այլմերդ, ես ինչ լավ բան ասիր, Իրանի ձուն գա ճանապարհները փակվում, ձուն չի գալի։ Արտուր ջան, կրկին նմանակեցիք մեր նախագահներից մեկին, ինչ կասեք, դուք ընտրությունների գնալու եք այս 26 թվի։ Երկրում եղա կգնամ, որովհետև իմ աշխատանքի բնույթով հնարավոր է այստեղ չլինեմ եւ այլն, չգիտեմ, բայց այո գնալու եմ։ Դուք համաձայն եք ինձ հետ, որ պետք է ներկա լինել։ Միանշանակ, պիտի գնալ մեր ձայները այո, պիտի գնալ ընտրության, չգիտեմ ով ում կընտրի, բայց անպայման գնա մասնակցի, իր ձայնը այսպես օդում չմնա։ Այո, համաձայն եմ ձեզ հետ եւ կոչ ենք անում, որ մարդիկ ճիշտ մոտենան այս կարևոր հարցին։ Այո։ Դուք ասացիք բազմիցս, որ երաժշտությունը ձեզ համար առաջնայինն է եւ դուք փայլուն կատարումներ ունեք։ Շնորհակալ եմ։ Եվ մենք ուզում ենք այդ հաճույքը վայելել, այսօր դուք մեզ համար կանեք, չէ՞, այդ նվերը։ Սիրով, նախատոնական, ինչ եք կատարելու։ Ես կկատարեմ Ռուբեն Հախվերդյանի Հին ընկեր երգից մի հատված։ Հիանալի, սպասում ենք։ Ես ուզում եմ նաև նշել, որ ես գիտարահար չեմ, ես ինչպես նշեցի դաշնամուրի բաժինն եմ ավարտել, գիտարը իմ ամենասիրելի, ամենասիրելի հոբիներից մեկն է։ Հոբիի պրեմիերա է փաստորեն մեզ մոտ մոտավոր, սպասում ենք։ Հեռացան մեզնից մեր հին օրերը, մոտենում են նոր ժամանակներ, ուր ես դու կորել իմ բարեկամս,
ուր ես դու կորել իմ հին ընկեր, ուր ես դու կորել իմ բարեկամս, ուր ես դու կորել իմ հին ընկեր, հին ընկեր իմ անգին ընկեր, արդյոք ուր ես դու կորել, հին ընկեր իմ անգին ընկեր, չեմ կարող ես քեզ գտնել, ինչ կախարդ է քեզ կախարդել, ինչ թակարդ ես դու ընկեր, հին ընկեր իմ անգին ընկեր, ես կարող եմ քեզ փրկել, հեռացան այն հին ու գոր շորերը, մոտեցան պայծառ ժամանակներ, փոխվեցին կարծես թե հին տերերը, նրանց տեղը եկել են նոր տերեր, փոխվեցին կարծես թե հին տերերը, նրանց տեղը եկել են նոր տերեր, նոր տերերի մոտ դեռ խրախճանք է, նոր տերերը դեռ չեն կշտացել, հին տերերի մոտ անհուն զարմանք է, թե նորերն ինչքան են հղպացել, հին տերերի մոտ անհուն զարմանք է, թե նորերն ինչքան են հղպացել, հին ընկեր իմ անգին ընկեր, արդյոք ուր ես դու կորել, հին ընկեր իմ անգին ընկեր, չեմ կարող ես քեզ գտնել, ինչ կախարդ է քեզ կախարդել, ինչ թակարդ ես դու ընկել, հին ընկեր իմ անգին ընկեր, ես կարող եմ քեզ փրկել։ Անմահ խոսքեր, անմահ երաժշտություն, տեղափոխվեցի շատ երիտասարդ լավ օրեր, բայց հասկանում եմ, թե ինչքան արդիական է այսօր այս խոսքը։ Այո, ցավոք սրտի։ Ցավոք սրտի, Արտուր ջան, շնորհակալություն, շատ գեղեցիկ կատարում էր, շատ։ Շնորհակալ եմ։ Դուք ապրում եք, դուք չեք կատարում։ Եվ մենք ավարտում ենք մեր այսօրվա հանդիպումը եւ մի փոքրիկ բլիցով եմ ուզում, որ մենք ձեզ հետ հրաժարտանք։ Եթե վերադարձնել, ինչը։ Ուրախությունը, որովհետև ես չեմ հոգնում անընդհատ ասել, որ ամեն մարդ ձգտում է ուրախ լինել եւ դա նաեւ Սուրբ գրային ճշմարտություն է։ Պողոս առաքյալն էլ ասում է ուրախ եղեք Տիրոջով, ուրախ եղեք։ Մենք ուրախ եղել ենք ու հիմա ապրում ենք մի շրջան, մի փոքր այս մեղմ ասած ուրախ չենք, ես ուզում եմ ուրախ լինենք եւ նախ եւ առաջ ներքին ուրախությունը վերագտնենք։ Եթե հարցնել ում։ Եթե հարցնել ինքներս մեզ, բոլոր պատասխանները կգտնենք։ Եթե փրկել, ինչը կամ ում։ Նորից ինքներս մեզ պիտի փրկենք, որպեսզի փրկվեն մեզ շրջապատող մարդիկ։ Այսինքն պիտի լույս արձակել, որպեսզի նաև փորձես լուսավորել քեզ շրջապատող մարդկանց։ Եթե մեկ օր մնա, ապա Եթե մեկ օր մնա, ապա նորից փառք Աստծուն։ Եթե ձմեռ պապ դառնայիք, ապա կփորձեի միայն ու միայն ուրախություն բաժանել անկախ հանգամանքներից։ արդեն բաժանեցիք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։